Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն է։ Կան պահեր, երբ ժողովրդի պատմության ժամացույցը կանգ է առնում, եւ հաջորդ վայրկյանը կարող է լինել կամ վերջինը, կամ նոր սկիզբ։ 1918 թվականի մայիսը հենց այդպիսի պահ էր հայության համար, երբ թվում էր, թե հայոց աշխարհը դատապարտված է վերջնական կործանման, իսկ հայ անունը պիտի մնա միայն պատմության դեղնած էջերում, տեղի ունեցավ անհնարինը։ Այսօր մենք խոսենք այն մասին, թե ինչպես մահվան ճիրաններից ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը եւ ինչպես Սարդարապետի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի զանգերը հնչեցին որպես հայոց հարության ավետիս։ 1918 թվականի սկիզբ իրավիճակը ողբերգական էր։ Ռուսական զորքերը լքում էին ճակատը, իսկ թուրքական 50,000-անոց բանակը օգտվելով առիթից արշավում է դեպի արևելք։ Մեկը մյուսի ետևից թուրքերը գրավեցին Երզնգան, Բաբերտը, Էրզրումը, Վանը։ Արևմտյան Հայաստանը արագ հայաթափվեց, իսկ թշնամին արդեն արևելյան Հայաստանի դարպասների մոտ էր։ Միջազգային հարթակում մենք միայնակ էինք։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային էր զիջել մեր հողերը, իսկ Հանրակովկասյան Սեյմի վրաց եւ թաթար գորիչների խարդավանքի պատճառով կարծնել առանց կռվի հանձնվեց թշնամուն։ Թուրքերը կանգնած էին Ախուրյանի ափին եւ խնդիրը բարձ էր՝ դաժան լինել թե չլինել։ 18 թվականի մայիսի 21-ին թշնամին գրավեց Սարդարապետը։ Երևանի եւ Էջմիածնի վրա կախվեց մահվան վտանգը, բայց հենց այստեղ էր, որ հայկական ոգին ցույց տվեց իր զորությունը։ Երևանի նահանգի ղեկավար Արամ Մանուկյանը մեր պետականության երկաթյա կամքը հայտարարեց. Երևանը չենք դատարկելու, մենք պետք է կռվենք մինչև վերջին կաթիլ արյունը։ Կաթողիկոս Գևորգ 5-րդը մերժեց հեռանալ Էջմիածնից, պատրաստելով մեռնել սեփական սրբատեղիում։ Ժողովուրդը շինականից մինչև զինվոր դարձավ մեկ բռունցք։ Պետք է խոսենք Արամ Մանուկյան ֆենոմենի մասին։ Երբ խոսում ենք 1918 թվականի դեպքերի մասին, անհնար է չբախվել մի անհատի ֆենոմենին, ում ուսերին հենված էր ապակա հանրապետության ողջ ծանրությունը։ Արամ Մանուկյան, ի՞նչն էր նրա ուժը։ Արամը միայն քաղաքական գործիչ չէր, նա ճգնաժամային կառավարիչ էր այնպիսի ժամանակներում, երբ հույսն իսպառ բացակայում էր։ Նրա ֆենոմենը մի քանի կարևոր շեշտադրում ունի։ Բացարձակ պատասխանատվություն։ Այն պահին, երբ շատերը պատրաստում էին նահանջել դեպի Նոր Բայազետի լեռները, Արամը ստանձնեց Երևանի պաշտպանության կազմակերպումը։ Նա չսպասեց հրահանգների Թիֆլիսից կամ այլ կենտրոններից։ Նա գործեց տեղում եւ այդ պահին համաժողովրդական վստահություն։ Արամ Մանուկյանը կարողացավ միավորել հասարակության բոլոր շերտերին։ Նրա հրամանով կանայք եւ երեխաները փամփուշտ էին հավաքում, իսկ հոգեվարականությունը զենք էր վերցնում։ Նա պետական այրի այն տեսակն էր, որը չէր տարանջատում իրեն ժողովրդից։ Նրա խոսքը հավասար էր օրենքի, որովհետև այդ խոսքի հետևում անձնական շահ չկար, այլ միայն հայրենիքի փրկությունը։ Հաղթանակի հոգեբանության կերտում Արամ Մանուկյանի ամենամեծ սխրանքը թերևս Սարդարապետի ռազմական հաղթանակից առաջ մարդկանց ներսում պատվողականության ոգին կոտրելն էր։ Նա վերադարձեց հավատը սեփական ուժերի նկատմամբ, ապացուցելով, որ կազմակերպված կամքի դեմ անզոր է նույնիսկ ամենահզոր բանակը։ Պատմաբանները նրան իրավամբ անվանում են Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայր, մարդ ժայռ, ում շնորհիվ Արարատյան դաշտը չդարձավ հայության գերեզմանը, այլ դարձավ նրա վերածննդի օրանը։ 1918 թվականի մայիսի 22-ին հայկական զորքերը Սիլիկյանի, Դանիել-բեգ Փիրումյանի դրոյի հրամանատարությամբ անցան հարձակման։ Սարդարապետի դաշտում թշնամին ջախջախվեց։ Բաշապարանում, Ղարաքիլիսայում հայ ապացուցեց, որ կարող է լինել աշխարհի լավագույն զինվորը։ Այս հաղթանակների ֆոնին, երբ Հանրակովկասյան կառավարությունը փլուզվեց, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը շտապեցին հռչակել իրենց անկախությունը, Հայոց ազգային խորհուրդը 1918 թվականի մայիսի 28-ին կայացրեց պատմական որոշումը՝ վերականգնել Հայաստանի անկախությունը։ Ինչու է 1918 թվականի մայիսը մեր պատմության ամենապայծառ, բայց նաև ամենադասական էջը։ Ազգային միասնականություն։ Սա այն պահն էր, երբ չկար կուսակցական կամ տարածաշրջանային բաժանում։ Կողք կողքի կռվում էին արևելահայը եւ արևմտահայը, կամավորն ու կանոնավոր բանակի սպան։ Անհատի դերը պատմության մեջ առանց
Արամ Մանուկյանի կազմակերպչական հանճարի եւ զորավարների սառնասրտության մենք այսօր չենք կարող ունենալ քարտեզի վրա Հայաստան անունով պետություն։ Պետականության գաղափարը, անկախության հռչակումը սոսկ թուղթ չէր, այն մեր իրավունքների հայտարարումն էր աշխարհին։ Ինչպես նշել է Հովհաննես Քաջազնունին, եթե չհռչակեինք անկախություն, մեր հողերը պարզապես կբաժանվեին հարևանների միջև։ Այսօրվա մեր պատմության դասերը դաժան են, բայց հրամայական։ Երբ մենք նայում ենք 1918-ի մայիսյան հերոսամարտերին, դա լոկ հիշողություն չէ, դա մեր ազգային գոյության բանաձևն է, որը գրվել է արյամբ եւ վճռականությամբ։ Այս պատմական դասերը մեր ուղեցույցն են, մեր զգոնության զանգերը։ Առաջին դաս՝ ինքնապաշտպանական այլընտրանքը կամքի դրսևորում էր։ Պատմությունը մեզ սովորեցրեց դաժան մի ճշմարտություն։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա մեզ հարմար տեղ չկա, եթե մենք ինքներս չենք գծում մեր սահմանները սեփական զենքով։ Բրեստ-Լիտովսկը դարձավ այն ցավոտ դասը, որ փաստեց, որ մեծ տերությունների համար ուրիշի հայրենիքը սոսկ մանրադրամ է աշխարհաքաղաքական սակարկությունների սեղանին։ Մեզ ոչ ոք չի պետքի, եթե մենք չդառնանք սեփական փրկության միակ երաշխավորը։ Երկրորդ դաս՝ նահանջի կործանարար շղթան եւ կանգնելու ուժը։ Երբեմն թվում է, թե նահանջը փրկություն է, բայց 1918-ը մեզ հակառակն ապացուցեց։ Նահանջը տանում է դեպի անդունդ, իսկ կանգնելը դեպի հարություն։ Երևանը չհանձնելու, պատմական հողի վերջին թիզին կարճելու Արամ Մանուկյանի եւ նրա զինագիծների անկոտրում որոշումը դարձավ այն առանցքը, որի շուրջ հավաքվեցին ազգային բեկորները։ Ռազմավարական բարձունքում կանգնելը լոկ մարտավարություն չէ, դա ապրելու իրավունքի հաստատումն է։ 10-րդ ինքնիշխանությունը որպես բացարձակ սրբություն։ Հարյուրամյակների ստրկությունից եւ լռությունից հետո վերականգնված պետականությունը մեր ժողովրդի ամենամեծ եւ ամենաթանկ նվաճումն էր։ Այն մեզ հիշեցնում է, որ պետությունը սոսկ վարչական միավոր չէ, այլ ազգային ոգու տունը։ Մայիսյան հերոսամարտերի արյունը մեզ կտակել է մի սուրբ պարտք՝ պահպանել ինքնիշխանությունը որպես բարձրագույն արժեք, որովհետև առանց պետության մենք դառնում ենք անտուն թափառականներ պատմության հորձանուտում։ Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը հաշվարկված խենթություն էր, որտեղ միախառնվել էին զինվորի սվին եւ քաղաքական գործի պատասխանատվությունը։ Արամ Մանուկյան եւ նրա զինագիծները մեզ թողեցին մի պետություն, որը կոչված է լինել հայության հավաքական տունը։ Այսօր, երբ մենք կրկին կանգնած ենք բարդ մարտահրավերների առաջ, պետք է հիշենք ուժեղ պետություն ունենալու բանալին մեր միասնության եւ պատմությունից դասեր քաղելու մեջ է։ Շնորհակալություն ուշադրության համար։ Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր հաղթանակներին։ Մնացեք խաղաղությամբ եւ հզորությամբ։